Ասա Արման։ Ուշացանք։ Հիմա ինչ ենք անում։ Հետևի կողմից դուրս գնանք։ Ընդ միշտ մեքենա մի հատ կանգնում ցած դեպքերի համար։ Գնաց։ Շուտ բարձացի վերև։ Բարև ձեզ, պարոն Ռուբինյան։ Ես ինչ է նշանակում, մայոր։ Մեզ ձեր որդին է հարկավոր, Արամ Ռուբինյանը։ Ինչի համար։ Ձեր տղան կասկածվում է երկու սպանությունների գործում մասնակցություն կամ առնվազն ինֆորմացիա ունենալու մեջ։ Խնդրեմ, սա էլ ձերբակալության օրդերը։ Իսկ իմ տուն մտնելու օրդեր ունեք։ Մենք պարզապես եկել ենք կասկածյալի հետևից։ Նախ կասկածյալի հետևից գնացեք իր տուն, Արամը ստեղ չի ապրում։ Եվ հետո կասկածելու ինչ հիմքեր ունեք։ Բավարար, պարոն Ռուբինյան, որպեսզի նրան ուղեկցենք մեր մոտ ու որոշ հարցեր տանք։ Գիտեմ ձեր որոշ հարցերը։ Պարոն Ռուբինյան, կարող եմ խնդրել, որ ձեր որդուն հանձնեք մեզ։ Հանձնեմ։ Արամը հո իմ գերին չի, որ հանձնեմ կամ չհանձնեմ։ Արամը ստեղ չի, երևի տուն է գնացել։ Իսկ դուք ասում եք, որ նա այսօր կգա մեզ մոտ, փաստաբանի հետ։ Եթե իրան տեսնեմ, կասեմ, որ ձեր հետ անպայման կապվի, պարոն մայոր։ Ուրիշ ինչով կարող եմ օգտակար լինել։ Գնացինք։ Շատ իզուր, պարոն Ռուբինյան, ես ձեր թշնամին չեմ, ու ոչ մեկի վրա ոչինչ չեմ բարդում։ Կապրենք կտեսնենք։ Ցտեսություն։ Լավ, տղեկ, որոշեցինք, տենց էլ կանենք, իսկ մինչ էդ, երկուստ էլ զգուշ եղեք, չգիտես թե մինայի չէ ինչ կանի։ Բայց որ կանի, այդ հաստատ է։ Սյոմա։ Բարև ձեզ։ Կարլոս Երեմիչ, Բարիս Մինայիչը ձեզ հետ շատ կարևոր խոսալու թեմա ունի։ Մենակ իրա։ Հա, Վան Մարգարիչ, հələ որ մենակ իրա։
Ինչ ա ուզում սեն։ Այդ արդեն իր հետ։ Լավ։ Ու երբ ա ուզում տեսնի։ Հիմա։ Հիմա։ Հա։ Հիմա։ Կարլոս Երեմիչ։ Ինքը ձեզ ա սպասում։ Ու որքանով հասկանում եմ, այլ տարբերակ չկա։ Կարլոս Երեմիչ։ Եկեք գնանք։ Սպասում ա։ Դե որ սպասում ա, լավ չի մարդուն սպասացնել։ Գնանք, որ տենց կարևոր գործ ա։ Գնանք։ Սկսվեց։ Լսի, բայց խի մենակ Կարլոսը։ Չգիտեմ, բայց երևի մինայից չա։ Մեզանից ավել մի բան գիտի։ Կարող է դիտմամբ է իր ավտոն դեմ տվել, որ հետո տենց էլ ասի։ Լավ ինչ է ստացվում։ Ստացվում է, որ Կառլոսին подставляют, ну? Тоже вариант. Но я так не думаю. Из того просто ուզում են շուրջը մաքրեն։ Зачищают. Ուզում են ինձ ու իմ այսպես կոչված մարդկանց իր հետ կռվածնեն։ Այդ անողը չգիտի, որ ես իրանց վաղուց ուզում եմ բյան տամ։ Так. Բա ինչի որոշեցիք յանտել։ Ну, по разным причинам. Честно ասած, просто надоели. Չո։ Նայ դու ինչ ես անում, դու գնում ես։ Մեր հանդիպման մանրամասներն ես ճշտում, նայ ուշադիր կլինես։ Տոնել սաղ կստուգեք դասկանալն է։ Հասկացա։ Որտեղ ենք հանդիպում։ Որտեղ։ Տենես մի հատ նեյտրալ տեղ, բայց սաղ կստուգես մինչև մեր գալը։ Ես մի բան իմացար, մեզ խաբար ես անում։ Հասկացա։ Понял? Ну давай с Богом. Всё, муж! Հա, Բարիս Մինայիչ։ Այդ մարդը տենց անտեր մենակ թողել ես ընդ գնում ես, ուր ես գնում։ Մի հատ ներս հրավիրի, մի հատ ճանապարհը ցույց տու։ Բարև ձեզ, պարոն Կարլոս։ Համեցեք ներս։ Համեցեք։ Давай. Сучонок. Кто к нам пришел? Здравствуй, друг мой сердечный. Дай я тебя поцелую. Карлос Еремич. Чисто суча? Иди, дорогой. Поцелуй Иуды. Тут ничего стангалась там. Горчу не сарагана горди. Насти, дорогой. Շնորհակալ եմ բերսնիչ։ Ես քո համեստությունը գիտեմ, ասում նստի։ Նստի տես ինչ ես խմում ստեղ։ Ընտրի կոնյակ, վիսկի, գինի, лимонад. Ասում դու չես խմում։ Позвольте вас представить. Мой друг, барон из Москвы. Рассказ? Շատ ուրախ եմ։ Да что ты? Շատ սրտաբաց տղա է։ Գիտես ինչի է եկել։ Եկել է որ ինձ թիկուն կայնի։ Որ ինձ թեու թիկուն կլնի։ Որ ես մենակ չմնամ на поле битвы. Че, дорогой ты мой? Բարիս Մինայիչ, ինչ բիտվա։ Бородинской. Ասում ես կոֆե չես խոմ? Можно я возьму? Բարիս Մինայիչ։ Ես իմացա քիչ առաջ, որ տահաճ միջադեպ է տեղի ունեցել։ Извини, дорогой. Ասում ես ինչ ես ասում?
Տհաճ միջադեպ։ Շատ խելոք գիտես։ Ճիշտ ես ասում։ Եթե ինչ-որ մեկի վրա կրակում են, տհաճ միջադեպ է։ Շատ տհաճ միջադեպ է։ Ես այնքան չեմ սիրում, որի վրա կրակում են։ Լսի, տհաճ միջադեպը, որ գրիպ ես ընկնում հետը։ Понял, дорогой? Բարիս Մինայիչ։ Ցա! Վայ կներես։ Փոքր հասակից որբ եմ մնացել, դաստիարակությունը սեն չի էլի։ Ты поухаживай за собой, пообщайтесь, я сейчас. Hello? Вон тетя. Жди меня. Սառնայանը դատար կա, ուտելիք չկա, տանը հեռախոսը չկա, ես վերցրում ուտդ, քոնն էլ դու ինձ։ Այդ մաքուր հեռախոսը, բայց աշխատի մեր համանային չզանգես, մենակ ծայրահեղ դեպքում։ Ավետ իսկ կասես, ես ամեն ինչից կտրված ինչքան եմ ստեղ գերի մնալու։ Չգիտեմ, ինչքան պետք է կմնաս։ Իսկ խմելու բան կա։ Կբերես։ Հիմա խմելու ժամանակն է, հա։ Ավետ մնում էր դու ինձ խրատներ կարդայիր։ Ասում եմ բեր, եթե բերելու ես, ասա հայ, եթե չի, ասա ես գնամ բերեմ։ Արամ քեզ դուրս գալ չի կա։ Կբերեմ։ Այ դա ուրիշ բան, շնորհակալություն։ Լավ դու մնա հանգստացի, ես գնամ Արամիչի մոտ։ Լիքը հասկանալու բան ունենք։ Ու խնդրում եմ հասկացեք, որ Վլադի ու Վրեժի սպանությունների հետ ես կապ չունեմ։ Հասկանում եմ Արամ։ Մի մտածի։ Հա, բա, մեկ դու ես հասկանում, մեկ էլ պապան։ Արամ, ամեն ինչ շատ տարօրինակ է ու կասկածելի, ինչի վրա ես դու զարմանում։ Չեմ զարմանում, ուղղակի ներվայնանում եմ։ Ու ոչ էլ ներվայնացի։ Դու ոչ մի բան չես ասում։ Արամիչը ինչ մտածի։ Գոնե իրան ասա այդ Վլադի հետ ինչ գործ ուներ, այդ մարդը հանգստանա։ Ավետ չես կարում հասկանաս, չեմ կարա պապային պատում, չեմ կարա։ Դե որ չես կարա խես զարմանում։ Բա ինչ մտածենք մենք։ Ավետ արի գործերիդ նայ, հա։ 2 ժամից կգամ։ Ուտելիք է կբերեմ։ Այդ հասկացա, այդ արդեն ասել էի, դու խմելունը չմոռանաս։ Բարի լույս Արտո ջան։ Բարև Սոնա։ Էս ինչ աղմուկ էր։ Հեչ, արդեն գնացին։ Ովքեր։ Քեզ հետ դա կապ չուներ։ Իսկ երեխեքի։ Սոնա առանց էլ լարված եմ, դու ինձանից ինչ ես ուզում։ Ես ուզում եմ, որ դու քո խոստումը կատարես։ Ինչ խոստում։ Այն խոստումը, որ ինձ տվեցիր 2 տարի առաջ Արամի Արեգի հարսանիքին ու ասեցիր, որ երեխեքի հետ ոչ մի բան չի պատահի։ Ես իմ խոսքի տերն եմ, իրանց ոչ մի բան չի պատահել ու չի պատահի։ Բարելես։ Բարելես մաչ։ Բարելուս բալես, ոնց ես։ Նորմալ։ Ոնց։ Բարելես պապ։
Ու դու սա համարում ես ոչ մի բան, հա? Մի հատ երեխուս նայի։ Սոնա հանգստացի։ Հիմա ինձ մենակ քո հիստերիան ապակաս։ Ու սա դու համարում ես հիստերիա, հա? Ես վախենում եմ, հասկանում ես Արտո, վախենում եմ։ Մամ ջան, papan ճիշտ ասում։ Մի վախեցի, ամեն ինչ նորմալ է։ Շատ նորմալ է, շատ։ Իսկ Արամը ուր է։ Տեղ եմ ուղարկել լավետի հետը։ Վերջ։ Հիմա կթողես մեր հարցերով զբաղվենք։ Հա, զբաղվեք, կթողնեմ։ Ես բարձրանում եմ վեր։ Մի վախեցի, մամ ջան։ Ինչ էին ուզում, պապ։ Արամին։ Բայց այդ մասին հետ։ Ալեք։ Մենք բոլոր հարցերում իրար հասկանում ենք։ Բացի մի թեմայից։ Որ թեմայից։ Բարխուդարովի։ Սեն։ Դու ձեռս արունը։ Չէ, Բարիս Մինայիչ։ Ուղղակի խոսքս ճիշտ չձևակերպեցի։ Դե բա ճիշտ ձևակերպի։ Մենք եկել լսենք։ Դավայ։ Բայց ես ինչ խոսեմ։ Ինչ խոսաս։ Դա դու կիմանաս։ Մինայիչ, ես Վահան Մարգարիչից եմ իմացել, թե ինչա տեղի ունեցել մեր գնալուց հետո։ Բայց Մարգարիչն էլ մանրամասները չէր իմանում։ Դա что ты։ Չեր իմանում, ասեիր, թո իմանար։ Բայց ես ինչ ասեի։ Ես մինչև իրա պատմել է ընդհանրապես բանից բեխաբարի։ Բա ինչ էիր անում։ Ավտո երկշում։ Ինչ ավտո։ Ասենք սպիտակ 06, այն որ տաղուտ համար առել ես։ Տողուս համար։ Բարիս Մինայիչ։ Քիչ առաջ ինձ զանգել էր տղես ու ասում էր, որ ավտոն տարել է։ Ինչ-որ բան է եղել, որ ես չգիտեմ։ Шустрячок. Марк Георгиевич, ինչ կասես? У тебя глаз свежий. Նորմալ։ Բնական է զարմանում։ Եթե խաղում էլ լավ է խաղում։ Ինչ եմ խաղում։ Լսի էլա։ Հիմա դու ուզում ես ասես, որ քո այդ ավտոից խաբար չես, հա? Խաբար չեմ Մինայիչ։ Երեխեքիս արև ինչ ասել եմ այդքանից եմ խաբար։ Ուզում ես լացացնես Սարաշիզը ձեցքի իգրի։ Չէ ձեցքի սատ, երեխեքի սալև։ Քո տեղը չես կարում պատասխան տաս։ Не слышу. Слушай сюда. Իմ վրա կրակողները նստել են տաղուտ ավտոն ու փախել են։ Ոնց է կոմար։ Տողուս ավտոն։ Չէին տղու ավտոն։ Բարիս Մինայիչ։ Что? Մարկ Գեորգիչ։ Ես կապ չունեմ։ Տղես հաստատ կապ չունի։ Տղես ես պատմության հետ կապ չունի։ Այդ ավտոն տարել են Բարիս Մինայիչ։ Իսկ ինչ ասենք քո ավտոն։ Ոչ թե քո ընկեր Ռուբինյանի ավտոն։ Իմ ընկեր Ռուբինյանի։ Հա, քո ընկեր։ Այն որ ծվետ դուբը ժամոյ կլնում։ Բարիս Մինայիչը ինչ պապ։ Արեք։ Մենք այսօր հանդիպում ենք։ Բարխուդարովի հետ։ Ինչի համար։ Հա, Բարխուդարովի հետ։ Ես ուզում եմ հասկանամ, իրա վրա նայես դանողն էլ, հա, նույն մարդը թե չէ։ Ոնց պապ։
Չհասկացա, մի րոպե։ Դու ուզում ես ասես, որ Բարխուդարովի հետ էլ է ինչ-որ բան պատահել։ Հա, պատահել է։ Իրա վրա էլ են կրակել։ Երբ, պապ։ Երեք երեկոյան մենք արդեն տանն էինք։ Քանի գնում։ Սիտուացիան ավելի է խճճվում։ Հա, Ալեք։ Ես ուզում եմ այս խճճված վիճակը քանդել։ Եթե Բարխուդարով այս ամենին մասնակից չի, ուրեմն ինքն էլ պետք է շահագրգռված լինի ժամ առաջ այս կծիկը քանդել։ Պապ, ես չեմ հավատում, որ կարա Բարիս Մինայչը ինչ-որ ձև կապ ունենա այս իմ դեպքի հետ, պապ։ Ինչա խոսքներդ մեկ եք արել։ Մեկ ավետը մեկ էլ դու։ Ալեք ես ռամաշկա չի, որ թերթերը պոկես սիրում, չի սիրում։ Այսի կյանքա, որտեղ ամեն ինչ կարա լինի։ Չգիտեմ, պապ, բայց ես տենց չեմ կարծում։ Մի կարծի, բայց ես պետք է մի բան իմանալ։ Իմանալ հիմա, միջև Բարխուդարով հետ հանդիպելը։ Ասա։ Դու ում կողքին կկանգնես, եթե մենք ընդհարվենք։ Իմ, թե Բարխուդարովի։ Պապ։ Պիտի ասես Ալեք։ Դու իմ տղան ես, ես քեզ շատ եմ սիրում։ Ես այդ հարցի պատասխանը պետք է իմանամ հիմա, միջև մեր հանդիպումը։ Պապ, ես չեմ ուզում, որ դուք ընդհարվեք։ Դա քո ուզելով չի։ Ու ոչ էլ իմ, եթե ես ստիպված եղա քո ու Արամի, ձեր կանանց ու երեխեքին պաշտպանելու համար կռվի մեջ մտնեմ, ես մի վարկյան չեմ վարանի, ում դեմ ուզում ալնի։ Բարխուդարովը չէ, Բարխուդարովի պապն էլ ըլնի, չեմ խնայի։ Բնականաբար դու գիտես, որ ես քո դեմ հաստատ երբեք դուրս չեմ գա։ Բայց կողքիս էլ չես կանգնի։ Ճիշտ հասկացա։ Պապ, դու ինձ ուզում ես ընտրության առաջ կանգնացնես, երբ որ դրա անհրաժեշտությունը հիմա ընդհանրապես չկա, պապ։ Իսկ եթե կա, պապ, պատասխանի։ Պապիկ։ Ջան։ Արտինա։ Ախ։ Ոնց է իմ աղջիկը։ Լավ։ Ու եթե դու ես կապը։ Չէ բալես, բժիշկ դեզեն է կապել։ Պապան անկարգություն արել, ինձ չի լսել։ Ու տենց թևը ցավացել է, բժիշկ դեզեն էլ կապել է։ Դու մետերին լսում ես, չէ բալես։ Հա։ Ոքոք։ Պապի, գիտես, որ պապայի գլխին երկաթներ թափեցին, ես էլ էի հետ։ Հա, դու տեսար։ Պապիկ էլ չես թողնի, չէ նորից թափվեն։ Չեմ թողնի, բալես, չեմ թողնի աղջիկս։ Մաշ, ես քեզ չասեցի մի իջի ներքև խանգարում ես։ Արի գնանք։ Հետո ում խաղամ։ Հետո խաղանք, լավ։ Մենք հիմա պապայի հետ գործ ունենք։ Համաշ։ Արի, ճաշ պիտի ուտես։ Չեմ ասում։ Մաշ, արի։ Բա ասում էիր մեծերին լսում ես։ Մոռացել էի։ Դե գնա։ Ես սպասում եմ քո պատասխանին, Ալեք։ Մինայչ, ես Ռուբինյանի հետ հանդիպումներ չեմ ունենում։ Քեզ սխալ տեղեկություն եմ տվել։ Ладно։ Քեզ տեղն էլ ասեցի։ Դու Արտոյի ցվետնետում չես հանդիպել։ Հա։
Այդ հանդիպում չէր, այդ պատահականություն էր։ Երեմ, ես ինչ-որ շատ չեն այդ պատահականությունները։ Պատահական հանդիպում ես Արտոյի հետ Սվետմետում։ Պատահական տաղտենք տանում են մարդասպանները։ Պատահական կրակում են իմ վրա։ Հա? Как ты думаешь? Այդտենց էլ նույն այդքան պատահականություն։ Դե ես Դու ինչ։ Բարոն ինչ կասես։ Ստուգելա պետք։ Տեսար։ Հիմա կստուգենք։ Բարիս։ Спокойно, брат։ Ինչ է իրանում Սվետմետում։ Մինայչ, Ինչ է իրանում Սվետմետում, քո մարա։ իմ վրեն գրեղ չկա։ Ես քո նկատմամբ ոչ մի բան չեմ արել։ Սվետմետում ինչ է անում։ Մարդ պիտի տեսնեի։ Ում պետք է տեսնեիս։ Ռուբինյանին։ Չէ, ներսում։ Ներսում անուն չունի ով։ Ինչի համար։ Я что? Клещак должен слова вытаскивать? Հանք էի ուզում առնեի, այսքան բան։ Ռուբինյանը չգիտեմ, ինչ գործերով էր այդտեղ։ Պատահական դռան մեջ հանդիպել ենք։ Что? Հանք? Ինչ հանք? Դե իմացա, որ գունավոր մետաղները 2 ամսից թանկանալու են։ Որոշեցի պղնձի հանք առնել։ Երեմ։ Դու չգիտեիր, որ ես այդ քո ասած հանքից արդեն 4 սաատ առել եմ։ Ու вообще 2 ամիս այդ գործողությունը նախապատրաստում է, որ սախ առնեի։ Դու այդ ուր ես մեյդանանգի։ Ты что? Меня хочешь под нож կուտել։ Դե ես ինչ իմանում։ Դու երբ ես մեզ ինչ-որ բան ասում։ Այդ դրա համար էլ չէի ասում։ Բարիս ուզում էի հարցնեի։ Հարցրու։ Давай հարցրու, ինչ գալուս։ Что? Էլ չեմ ուզում հարցնել։ Մեկը դու փոխվողը չես, Բարիս։ Այս ամեն ինչից դու դուրս չես գա։ Луис, подожди, это не то, что ты думаешь. Ես երեխեքի մոտ եմ։ Луис! Спаси, Луис! От тебя только неприятности. Тише. Կհարթվի Բորիս։ Наверное. Ладно, это сейчас не главное. Да има давай. Бегом պատմի։ Այդ ինչ հանքի պատմությունն է։ Վերեն պատվա։ Մարգո, հեռախոսը վերցրու։ Ալո։ Մարգո, դու ես։ Հա, Լիլի ջան, ես եմ։ Ո՞նց եք։ Ով կա տանը։ Դե Արտաշե Սարամիչը, Սոնան, Կատրինը, երեխեն։ Սաղ էլ ստեղ են, ում ես ուզում։ Պստի կարտս ոնց է։ Լավ է, Մարգո։ Վայ մեռնեմ ես դրա ջանի, ոնց եմ կարոտել։ Գիտեմ, Մարգո։ Արամը այդտեղ չի։ Չէ, Լիլ ջան։ Արամը ստեղ չի։ Գիշերը էստեղ էր, բայց հետո ավետի հետ դուրս գնաց։ Հա, Լիլ, սպասի Տամսոնեն։ Սպասի։ Ալո։ Լիլիթ ջան, բարև։ Ոնց ես, կրասավիցա։ Երեխեն ոնց է։ Լավ, շնորհակալություն։ Լիլիթ ջան, բա երբ եք գալի։ Չգիտեմ, Արամից է կախված։ Ասում էր մնացեք, ես եմ ուզում գամ։ Արամը գա։ Ինչու։ Չգիտեմ, դա չասեց։ Լիլիթ ջան, ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է։ Անկեղծ ասած չգիտեմ, տիկին Սոնա։ Ինչ է նշանակում չգիտեմ։ Այսինքն ոնց չգիտես։
Հո չեք վիճե։ Չէ, չենք վիճել։ Ուղղակի Արամը վերջերս Վերջերս ինչ։ Ինչ Լիլիթ ջան։ չգիտեմ շատ լարված է դարձել։ Անհանգիստ եմ։ Ես էլ անդադ զանգում եմ, տան հեռախոսը չի պատասխանում, իրանն էլ անհասանելի է։ Չգիտեմ էլ ինչ մտածեմ։ Դրա համար եմ այդտեղ զանգել։ Լիլիթ ջան, լավ ես արել։ Դու մի անհանգստացի։ Տեղա գնացե։ Որ եկավ, կասեմ կզանգի։ Իսկ ինչ էր գիշերն այդտեղ մնացել։ Դե իսկ ինչ չի կարելի։ Չէ, իհարկե կարելի է։ Խնդրում եմ, որ գա ասեք թող զանգի, լավ, ես չեմ քնում։ Լիլիթ ջան, ավելի լավ է դու քնի, ինքը կարող է ուշ գա։ Հենց որ գա, ես իրան անպայման կասեմ, ինքը քեզ կզանգի։ Լավ։ Երեխեն քնել է։ Հա, քնել է։ Մեզ մոտ արդեն ուշ է։ Լիլիթ ջան, իսկ Ալիսը ոնց է։ Լավ է, տիկին Սոնա։ Հո քեզ չի նեղացնում։ Չէ, ինչ եք ասում։ Շատ ուշադիր ու հոգատար է։ Դե անպայման մեր կողմից կբարևես, կասես, որ շատ կարոտել ենք իրան։ Անպայման կասեմ։ Դե քեզ բարի գիշեր Լիլիթ ջան, քնի։ Լավ, կփորձեմ։ Ցտեսություն։ Ցտեսություն Լիլիթ ջան, Արտոյս կգրկես իմ փոխարեն, կպաչես։ Իհավ, տիկին Սոնա։ Կփորձեմ։ Ես դժվար թե ստացվի։ Ավետ։ Հա, ես եմ, Սեոմանա, աշկս լուս։ Այսօր հանդիպում ունենք։ Գիտեմ։ Ուզում եմ դետալները խոսենք։ Ուզում ես խոսա։ Որտե՞ղ։ Ձեր տերիտորիայում չի լինի։ Ձերն էլ։ Ռեստորանը ո՞նց է։ Չէ, չի լինի։ Երևացող տեղը։ Դե դու ասա։ Առաջվա կայարանը գիտես։ Գիտեմ։ Այդտեղ։ Դե հիմա մարդ չկա, մենակ պահակն է։ Իսկ ինչի այնտեղ։ Շոմ դու ինձ զանգում ասում ես որտե։ Ես էլ ասում եմ որտե, դուրը չի գալի, ուրիշ տեղ ասա։ Լավ։ Թող ընդ էլ մի։ Բայց նայ, հա, ավետ։ Սաղ մանրակրկից ստուգելու եմ։ Ես դու ես ինչ եմ անել։ Նայ, հա, որ ֆոկուսներ հանգարց չլնեն։ Այդա կգաս կտնանք ով ամենից ֆոկուս։ Ժամը 4-ին։ Եղավ։ Պապ, դու իմ հայրն ես։ Ես էլ քո տղան եմ։ Ու ես դրանով հապարտ եմ։ Բայց ես չեմ ուզում պապ դու զգամ բոլորի դեմ։ Իսկ ով է ասում բոլորի դեմ։ Թեկուզ մենակ բարխուդարավի պապ։ Ինչի համար լավ, կասես ինչի։ Լավ անեք։ Ես քեզ հիմա չեմ ստիպում։ Բայց հիշի խոսքս։ Գալու է մի օր, որ դու կանգնես այդ ընտրության առաջ։ Ես կամ Բարխուդարովը։ Պապ, վերջացավ։ Ինչ արել ավետ։ Արամին տեղավորեցի մի քիչ հետո էլ ուտելիք գտան։ Հեռախոսում է։ Հա, տվել եմ։ Իրանն էլ մոտս է։ Ապրես։ Ապահովա։ Հա, Արտաշեսյան ինչ։ Տեղը մենակ ես գիտեմ։ Լավ։ Հանդիպման համար ճշտեցիր։ Որ հանդիպման։ Հենց այդ։ Դու ես գալու հետս։ Բայց ավտոյից չես իջնի միջև չասեմ։ Ինչի։ Տենց։ Հարցերը հետո։ Հա, ավետ, ինչ ես խոսել։ Հանդիպում ենք իմ ասած ժամին, իմ ասած տեղում։ Նեյտրալ զոնա է։ Անվտանգությունը ապահովել ես։ Հա, տղեկին արդեն ուղարկել եմ։ Նայ, հա։ Գլխով ես պատասխանատու։
Գիտեմ։ Ժամը քանիսին։ Մի ժամից։ Հան տղեկ ինչ անենք, ռոզիսկ տանք, հա։ Ինչի հիմա վրա, որ տունը չի, հա։ Բա ինչ անենք։ Երկրից փախնի նոր։ Չի փախնի, իրան պրոստը պահել են տղեկ։ Ինչ գիտես չի փախնի։ Մեկ էլ տեսա փախցրեցին, ճիշտ է ասում։ Լսեք տղեկ, մենք իրա դեմ ուղղակի ապացույցներ չունենք։ Բա վրեժը, վլադը։ Վրեժն ու վլադը ինչ։ Ասենք թե այդ մարդկանց տեսել է, շփվել է հետները, հələ վրեժի հետ քարտուղարելու միջոցով։ Ինչ անենք։ Ապացույց է էդի։ Ոնց։ Ապացուցում է որ գոնե ինչ որ մի բան գիտի, չէ՞ այդ տղեն։ Գումարա ծապիսը։ Հիշեցի։ Ես հիմա կգամ։ Ինչ եղավ։ Սրան ինչ եղավ։ Շուտ իմ։ Խնդրեմ պարոնը, սկսել մեր կիլը։ Հայ, ինքնավոր կա, բայց որտեղից։ Էլի երեք այղ է, գործը կողքի բաժնի տղերքի մոտ էր, ես պատահական նկարը տեսա։ Մալադես լեյտենանտ, դու գեներալը կդառնաս, ուրիշ տվյալներ կան։ Մոտն անձնագիր է եղել, Ռուսաստանի քաղաքացի է, գրանցված է Սարատովում, մեր բազայում մատնահետքեր չկան, տղերքը զապրոս են արել, սպասում են պատասխանին։ Աստորեն դսից կիլլեր են բերել, գործից հետո էլ վերացրել են, մալադեց։ Մոտի հեռախոսներն են ստուգել, վերջի անգամ զանգել է այս համարով։ Բլենայ, ինչ համարը։ Ես գիտեք ում համարն է։ Ում։ Կինոյի մյուս դերասանի։ Վլադի։ Հա, Վլադի համարն է։ Երեք ես ստուգել եմ իր համարները, ես իրանն եմ։ Սան զանգելը ճշտի ամեն ինչ նորմալ է թե չէ, հետո երկուսին խփել են։ Բայց ես որտեղ ա եղել է։ Կայարանում, կամերա խմնենի սենյակում։ Այդ երև ինձ է, որ թղթերն ա դրել ու փողի մնացած մասն ա վեկալը։ Տղեկ, բայց մենք Իզուր Ռուբինյանի ոչինչ չենք նստում։ Վերջով տղենա, չէ ինչ-որ միտեղ հանդիպելու է։ Խելոք բան ես ասում, գիտես։ Ես երևի սանկցիա վեկալ եմ, տղեկ, բայց պետք է զգուշ լինեք։ Վերջը Ռուբինյանն է։ Այդ արդեն հասկացել եմ։ Գնա։ Ու չմոռանաս, հեռախոսներն են հսկողության տակ կվերցնես։ Պարոն լեյտենանտ, դու էլ այդ գործը հսկողության տակ վեկալ ու նայ, որ ամեն ինչ նորմալ լինի։ Հենց Ռուսաստանից ինֆորմացիա եղավ, անմիջապես կզեկուցես։ Հասկացա։ Ես է գնամ գնդապետին զեկուցեմ։ Ես տեղում եմ։ Իրավիճակը Սպասում են։ քանի հոգի են։ 4, ամեն կողմից 2-ը։ Հանդիպում չպետք է լինի։ Հասկացա։ Մենակ գլուխ կհանես։ Կհանեմ։ Հենց իրենք էլ կօգնեն։ Լավ, սկսի։